Ես չգիտեմ ինչ ելք կունենա այսօրվա հանդիպումը, բայց գիտեմ, որ մարդիկ վճռական տրամադրված են, որ իրենց հարցերին պետք է տրվեն պատասխաններ, որ իրենց իրավունքների պաշտպանության հարցը պետք է օրակարգային կարևոր թեմա լինի եւ ավարտեն հանդիպումը իջնեն, հասկանանք, թե ինչ մեխանիզմներ են քննարկվել։ Ինչ վերաբերում է վիրավորանքներին, որ չի գնահատվել իրենք ամեն ինչ անում են, ոչ չի Ժողովուրդը գնահատել է ժողովրդի արածը եւ եթե հանրահավաքի ամբողջ ընթացքում տեսնեիք 10 անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության մեր քույրերին եւ եղբայրներին տեղանությունից հետո ցուցաբերված հոգատարության, տեղանությունից հետո իրենց սրտերը եւ դռները արցախցիների առաջ բացելու եւ ամեն ինչով աջակցելու համար։ Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա այո, նշել ենք, որ 23 թվականի սեպտեմբերից հետո կառավարության կողմից վարվում է Արցախի թեման փակելու քաղաքականություն եւ մեր իրավունքները ոչ միայն սոցիալական իրավունքներ են, մեր իրավունքները նաեւ մեր վերադարձի իրավունքն է, գերիների տունդարձի վերադարձի իրավունքն է, Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանման իրավունքն է եւ սրանք կարևոր հարցեր են, որոնք որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ամենօրյա գործունեության մեջ առաջ կմղի, հետամուտ կլինի, ինչը ցավոք սրտի այս ամբողջ ժամանակահատվածում չենք տեսել։ Ներողություն մի բան էլ բոլոր նրանց ուզում եմ ուղղել խոսքս, որոնք որ փորձում են այս ամեն ինչի հետևում տեսնել ինչ որ քաղաքական հովանավորչություն, ինչ որ մեզ անվանել, ինչպես կոչեց, այն մեկը կա Արցախ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտագործում են որպես քաղաքական մսացու։ Քաղաքական մսացու դարձնում եք հենց դուք, որ ամեն բարձրացված իրավունքի համար պայքարը պիտակավորում եք, կանխակալ վերաբերմունքով դարձնում եք, չգիտեմ ինչ, եւ հրաժարվում եք միջազգայինորեն ստանձնած ձեր պարտավորություններից։ Ընդունել եք տեղահանվածներ, պարտավորություն ունեք այդ տեղահանվածների կարիքները հոգալու, բարի եղեք հոգալու եւ ամեն անգամ բարձրացված հարցերը մի տարեք ինչ որ մի դաշտ, որտեղից ուղակի պետք է այդ մերկապարոնոց հայտարարություններով թիրախավորեք մարդկանց։ Բայց Արցախ հետ վերադարձի պահանջը, որը արդարացի է, դա քաղաքական պահանջ է։ Ինչ որ կաշկանդվածություն կա հայտարարելու, որ նաև քաղաքական պահանջներ կան, բացի սոցիալական պահանջները։ Դուք լսել եք հրապարակում իմ ելույթը։ Լսել եմ։ Եվ լսել եք հավանաբար նաև, որ իմ ելույթը մեծ մասը նվիրված էր վերադարձի իրավունքին։ Եվ լսած կլինեք երևի, որ ես խոսել եմ, որ սոցիալ-տնտեսական իրավունքները կարևոր են, բայց Արցախի ժողովրդի իրավունքների անկյունակարը Արցախի ժողովրդի վերադարձն է։ Որևէ կաշկանդվածություն չկա, չի կարող լինել, եւ ես նաեւ նշել եմ իմ ելույթում, որ մենք գործ ունենք ոչ թե ինչ-որ հեքիաթային պատումի հետ, մենք գործ ունենք իրավունքի հետ, որը ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ, որը ամրագրվում է ամենօրյա ռեժիմով տարբեր պետությունների կողմից ընդունվող հայտարարություններով եւ պետք է բարի լինի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որպես մի երկիր, որը 30 տարի շարունակ հանդես է եկել որպես Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավոր, շարունակի այս հարցը բանակցային օրակարգում պահել։ Չկա կաշկանդվածություն։ Կախեքելի է, սա ասելու եմ։ Ինչ ուզում է լինի, ես սա ասելու եմ, որովհետև դա իմ իրավունքն է, 150,000 մարդու իրավունքն է, 150,000 մարդ ամեն օր քնում եւ զարթնում է իր իրավունքի, իր վերադարձի բաղձալի երազանքով եւ նպատակով։ Վերջ, ինչպես փակենք մի բան, որը ըստ էության մեր ինքնությունն ու մեր էությունն է կազմում։ Այս երբ որ հասկանան այդ ամեն ինչը, արդեն կսկսեն քայլեր ձեռնարկել։ Եվ գիտեք, շատ տարօրինակ է նա, որ Շվեյցարիան բանաձև է ընդունում վերահաստատում այդ իրավունքը, իսկ համայն հայության պետություն համարվող Հայաստանի Հանրապետության իշխանությունները մի կողմ են դնում եւ ասում են մենք այդ հարցում կողմ չենք, ինչպես իրենք են ասում։ Մենք այդ հարցը չենք քննարկում։ Եթե վերում են բարձաբանում, թե իբր դրան հայելային Ադրբեջանը վերում է խորհրդային Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների վերադարձ, ապա Ադրբեջանը ստենց տենենց դա անում է։ Իրենք հրաժարվել են, բայց Ադրբեջանը ունի արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսություն, ամեն օր դրա մասին խոսում է։ Այո։ Եվ մյուս բանը, որ պետք է նշենք, անգամ ոչ հայամետ դիրքորոշմամբ հայտնի Տոյվո Կլարը, Եվրամիության ներկայացուցիչը Հարավային Կովկասում,
իր ուրեմն վերջի հարցազրույցներից մեկում շատ հստակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը Լեռնային Ղարաբաղ չի կարող դիտվել նույն հարթության վրա, ինչպես օրինակ Խորհրդային Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների վերադարձը Ադրբեջան։ Եվ նա նշել է, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը պահանջ է, պարտադիր կատարման պահանջ է Ադրբեջանի համար, ապա մյուսը ուղղակի բանակցություններում քննարկվելիք եւ որոշվելիք հարց է։ Միթե Հայաստանի կառավարությունը սա չի հասկանում։ Մենք հասկանում ենք, Տոյվո Կլարը հասկանում է, իրենք չեն հասկանում։ Եվ տեսնում ենք միտում, որ դիտավորյալ փակվում է Արցախի էջը։ Եվ այդ հանրահավաքը նաև դրա մասին էր։ Երկար պատասխանեցի ձեր հարցին, բայց կարծում եմ կարևոր հարց էր։ Որ նրանք գտնվում են Բաքվում, ինչ կասեք։ Դրա մասին 2020 թվականից ի վեր բարձրաձայնել են բոլոր իրավապաշտպանները, որոնք որ փաստահավաք աշխատանքներ են իրականացրել, այդ թվում Արցախի ՄԻՊ-ը, այդ թվում Հայաստանի Հանրապետության ՄԻՊ հաստատությունը, հավաքագրված տվյալներով առնվազն 80 մարդու մասին կան որոշակի տվյալներ, որոնք փաստում են նրանց հավանական գերեվարության հանգամանքը։ Սրա մասին բարձրաձայնել ենք տարբեր միջազգային հարթակներում, տարբեր ատյաններում։ Շահագրգիռ քննարկումներ է պետք է սա։ Պարզ է, որ Ադրբեջանը մերժում է սա։ Եվ պետք է գտնել այդ մեխանիզմը, որով հնարավոր կլինի ավելի ամբողջական ինֆորմացիա։ Երբ որ անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ առարկայական քննարկումներ լինեն, այդ հարցն էլ հավանաբար կդրվի քննարկման եւ կսպառվի։ Բայց քանի դեռ դրանք չկան, պարզ է, որ քանի անձը չի հայտնաբերվել, կա պնդում, որ նա հավանական գերի է։